Բարև ձեզ, այսօր մենք զրուցում ենք գործարար Նարեկ Նալբանդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նալբանդյան։ Բարև ձեզ։ Ինչու որոշեցիք հարցազրույց տալ։ Նախ շնորհակալություն եմ հայտնում իմ առաջարկը ընդունելու եւ այս հանդիպումը կազմակերպելու համար։ Ես իմ տեսակով ճիշտն ասած միշտ չեմ ցանկացել իմ գործողությունների, իմ քայլերի վերաբերյալ հայտարարություններ կամ հրապարակումներ տարածել, քանի որ իմ ապրելակերպով ես որևիցե մեկին ոչ ապացուցելու բան ունեմ, ոչ էլ որևիցե մեկից ինչ-որ թաքցնելու բան ունեմ։ Վերջին ժամանակներս մամուլում տարածված, ձեր կողմից հրապարակված տեղեկությունների, ինֆորմացիայի ծավալի արդյունքում որոշեցի, որ պարզաբանումներ պետք է տամ, ինչու ընտրեցի հենց ձեր խմբագրությունը, որովհետև առավել եւս ձեր կողմից էր որակվում իմ վերջին ժամանակների գործարքները ու գործունեությունը որպես կասկածելի։ Ուստի դրա պատճառով որոշեցի, որ ժամանակը հասունացել է, որ հանրությանը, մամուլին պատասխանեմ բոլոր գործարքների էությունը ու նպատակները։ Շատ լավ, ես նաև ընթերցողների, մեզ դիտողներին ներկայացնելու համար թվարկեմ ձեր բիզնեսները, որոնք որ մեզ են հայտնի, եթե որևէ բան բաց թողեմ, խնդրեմ դուք ավելացնեք։ Ձեզ է պատկանում Մասիսի ալերաղացը, Տափերականի ալերաղացը, Եղվարդում ման բեռնատարների սպասարկման կենտրոնը, Եղվարդում համակցված կերերի գործարանը, Շիրակի թռչնաֆաբրիկան, Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը, որը անվանափոխվել է հիմա, Սևան գավառ ճանապարհին գտնվող նախկին Հայրապետ հյուրանոցը, Ծիրան սուպերմարկետների ցանցը, 8-8 սուպերմարկետների ցանցը, Մեղրաձորի ոսկու հանքը, Նոր Հաչնի Ադամանդի գործարանը, 8-8 օղիների գործարանը, ջրերի գործարան եւ բիզնես չէ, բայց մի շքեղգույք Հովիկ Աբրահամյանի մոնումենտի առանձնատունը։ Որևէ բան ես բաց թողեցի։ Ընթացքում ես էլ կվերհիշեմ։ Շատ բարի։ Պարոն Նալբանդյան, մենք հետքը ձեր կատարած գործարքներից գրել եմ մի քանիսի մասին, որոնք որ նաև դարձել են հանրային քննարկման թեմա։ Դրանցից առաջինը Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրն է, որը որ նախկինում պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, որը որ քրեական վարույթների ընթացքում նա նվիրեց Հայաստանի Հանրապետությանը, որը գնահատված էր մոտ կարծեմ 18 միլիարդ դրամ։ Հետագայում այդ գույքը դրվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից աճուրդների, մի քանի անգամ աճուրդները չկայացան, որից հետո փոխվեց այդ գույքը վաճառելու պայմանը։ Պետգույքը որոշեց, որ կարելի է այս գույքը վաճառել նաև տարաժամկետ վճարման պայմանով, եւ դուք մասնակցեցիք այդ աճուրդին ձեր ընկերությունով եւ 5 միլիարդ դրամով տարաժամկետ պայմանով ձեռք բերեցիք։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ, երբ որ արդեն դուք ձեռք եք բերել, վերանորոգել էիք եւ պատրաստվում էիք շահագործման եւ կարող է շահագործել էիք, կառավարությունը թույլ տվեց, որ գույքը եւս մեկ անգամ գրավադրվի։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրության իրավունքն էր, գրավի իրավունքը գրանցված էր։ Սա արտոնություն չի։ Շնորհակալություն հարցի համար, Տիրոջ ջան։ Նախաբանով սկսեմ ու գամ ձեր հարցի պատասխանին։ Կրկին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նույն Ծաղկաձորի հյուրանոցի ձեռքբերումը եւ այդ առանձնատան ձեռքբերումը կարելի է ասել հնչեղություն տվեց ու կասկածների տեղիք տվեց իմ անվան ու իմ գործունեության վերաբերյալ։ Ու որակավորումներ եմ մամուլից ստանում, որ մինչև 2018 թիվը կամ վերջին 2-3 տարիները առանձնապես ոչ մի բանով աչքի չընկած մարդը ձեռք բերեց նմանատիպ կապիտալներ, նմանատիպ գույքեր, որոնք որակավորվեցին որպես կասկածելի, այնուհետև կասկածելի գործարքներ որակավորվելուց հետո իմ անձին որակավորում տրվեց որպես իշխանությունների սրտի օլիգարխ։ Հիմա ցանկանում եմ դրա հետ կապված պարզաբանումներ տալ, վերջում թող հանրությունը, մամուլը եւ դուք եզրակացնեք, արդյոք
այդ որակավորումները ողջամիտ են, թե ոչ։ Նախ 2004 թվականին 16 տարեկան հասակում ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Իրավաբանական կրթություն ստանալով 2008 թվականին ավարտել եմ համալսարանը, 2009 թվականին անցել եմ ծառայության Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում որպես քննիչ։ 2012 թվականին իմ դիմումի համաձայն զորացրվելով ոստիկանությունից, քանի որ տեսնելով իմ մեջ, որ գործարար ոլորտում, տնտեսության մեջ ավելի օգտակար գործողություններով կարող եմ համ իմ նպատակներին հասնելու համար գործողություններ իրականացնել, համ իմ հայրենիքին ավելի պիտանի լինել, քանի որ իմ տեսակով լինելով հայրենասեր ու աստվածավախ մարդ, փորձել եմ ինձ դրսևորել տնտեսական ոլորտում գործարարության մեջ։ 2013 թվականից հիմնելով տարբեր գործունեության ոլորտներ, որը որ հաշվառված է եղել ի սկզբանե թափանցիկ պետռեգիստրում, զբաղվել եմ շինանյութի մանրածախ եւ մեծածախ առևտրով, հացահատիկի ներկրմամբ, շինարարական կազմակերպությունով, արձանագրելով հաջողություններ 2014 թվականից եղել եմ խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ցանկում։ Ու ամբողջությամբ իմ բիզնես գործողությունները ի սկզբանե ես հիմնել եմ ոչ թե քաղաքական հաշվարկների, այլ տնտեսական վերլուծությունների վրա։ Կոնկրետ գործողություններ եմ իրականացրել փակված արտադրությունները ձեռք բերելու եւ վերազինելու ուղղությամբ։ Եվ տվյալ ոլորտում ունեցել ենք հաջողված փորձ։ Մասնավորապես ձեռք եմ բերել մինչև 2018 թվականի հեղափոխությունը, քանի որ հասարակությանը, հանրությանը եւ կոնկրետ ձեզ հետաքրքիր է թե կոնկրետ ինչ գործողությունների հիման վրա է 2018 թվականից հետո իմ երևացող հաջողությունները արձանագրվել, հիմքում կանգնած է իմ մինչև 2018 թվականի գործողությունները։ Այսինքն 2018 թվականի դրությամբ դուք ունեցել եք ալրաղացը տափերականի, Մասիսի ալրաղացը, Հայաստանում ամենախոշոր բեռնատար մեքենաների ավտոպարկը, որը համալրված է եղել 100-ից ավել տվյալ ժամանակների համար խոշոր ավտոտրանսպորտային միջոցներով, ավտոմեքենաների տեղսպասարկման կենտրոնը խոշորագույն, ու մինչև 2018 թվականը կոնկրետ իմ կազմակերպությունները եղել են խոշոր հարկ վճարողներ։ Ինչ վերաբերվում է 2018 թվականից հետո արդեն Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրի ձեռքբերմանը հանրության համար հնչեղություն են ունեցել տվյալ գործարքը եւ մանումենտի առանձնատունը այն պատճառով երևի որ փոխկապակցված են եղել նախկին իշխանությունների հետ, բայց իմ համար տվյալ գործարքը իր առանձնահատկությունները չի ունեցել, որովհետեւ եղել է հերթական գործարք։ Ավելի հնչեղություն պատկերացումները իմ մոտ ձևավորվել են գործարքը անելուց հետո։ Մինչև գործարքը անելը մենք չենք էլ պատկերացրել, որ այդ ամեն ինչը կարող այդքան կարևորություն ու ուշադրության կենտրոնում լինի։ Իսկ գործարքի թափանցիկության ու ոչ մեկի հետ կապ չլինելու հետ կապված, ես կոնկրետ ոչ մի արտոնյալ կարգավիճակով գործարքի չեմ գնացել։ Եթե որևիցե մեկը համարում է, որ այս գործարքը ինձ իմ հետ գնացել է պետությունը գործարքի ինչ որ արտոնյալ կարգավիճակով կամ ինչ որ փոխկապակցված իշխանությունների հետ կամ այդ գործարքը իրականում եղել է արտոնյալ գործարք իմ համար, ես պատրաստ եմ ինչ պայմաններով, ինչ գնով ես հասել եմ ինձ այդ հյուրանոցային համալիրը 5 միլիարդ պլյուս ներդրման պարտավորություն։ Ու այդ հյուրանոցը այն ժամանակ մինչև ինձ հասնելը կորոնավիրուսով վարակված հիվանդներին դիմավոր է, այնուհետև դրանից հետո հադրութից տեղահանված փախստականներին դիմավոր է ու խարխլված ավերված հյուրանոց եմ առել։ Այս պահին գործող հյուրանոց է ու եթե մենք համարում ենք, որ այդ հյուրանոցային համալիրը ինչ որ արտոնյալ պայմաններում ինձ հասել է, այդ նույն գնով պատրաստ եմ այսօր վաճառել բոլոր ՀՀ քաղաքացիներին։
Ով հետաքրքրված է, ով այսօր համարում է, որ այդ հյուրանոցային համալիրը արտոնյալեր կամ իշխանության սրտի օլիգարխին է վաճառվել։ Ինչքան է գնահատում հիմա այդ գինը։ Մասնավորապես ով որ ինչքան կոնկրետ ին վրա նստել է այդ հյուրանոցային համալիրը։ Հիմա այնտեղ հաշվապահություն կա, այնտեղ ու թափանցի կա ամբողջը, ինչ որ վճարել ենք, ինչ պարտավորություն որ իրականացրել ենք, այդ գնով պատրաստ ենք օտարել։ Հիմա բեռա դարձել ձեր համար հյուրանոցը։ Ինքը ավելի շատ ոչ թե կարելի է ձևակերպել բեռ, այլ սովորական գործարք է եղել։ Նմանատիպ հնչեղության հաստատ ինքը պետքա չարժանանար, եթե գիտակցաբար մոտենային այդ հարցին։ Ես նկատի ունեմ։ Ինքը ավելի շատ կարող բեռ համարվել պետության համար։ Ինքը ու այդ բեռից պետությունը ինձ վաճառելով ոչ թե արտոնյալ իրավիճակ է ստեղծել, կարգավիճակ է ստեղծել իմ համար, որ այդ լավ բան են արել, որ ես ձեռք եմ բերել, այլ բեռից ազատվել է պետությունը իմ ներդրման շնորհիվ։ Կարող է եկամտաբեր չի հիմա այս բիզնեսը, դուք նաև դրանով եք պայմանավորվում։ Մեր աշխատանքի, ծանր աշխատանքի արդյունքում բերում ենք իրան սպասարկելու կարգավիճակի, բայց մամուլում նաև հնչում է մտքեր, որ տարաժամկետ վճարումով այդ հյուրանոցային համալիրը տրվել է մեզ, ինքը աշխատում իրան մարում է։ Եթե որևիցե մեկը այդ ձևակերպման մեջ մտածում է, որ կարա ինքը գա իրան աշխատացնի ու իրան այտենց մարի, թողան վարկավորվեն, ձեռք բերեն այն գնով, որ մենք մեզ տրվել, այդքան սպասարկեն։ Բայց հիմա վարկ եք վերցրել մարել եք։ Ամբողջությամբ տարաժամկետ վճարման պայմանը 2 տարի անց ամբողջությամբ գումարը մարել ենք։ Հիմա այդ վարկը կարողանում եք սպասարկել հյուրանոցի աշխատանքը։ Իմ բիզնես համակարգով եմ սպասարկում այդ վարկը, ոչ թե հյուրանոցի շահույթով եմ սպասարկում այդ համակարգը։ Այսինքն այս հյուրանոցը ձեռք բերելուց դուք երբևէ ձեր մտքով չեր անցնում, որ կարող գլխացավանք դառնար։ Թե կախված է տնտեսական վիճակից, կախված է տուրիստների հոսքից, այդ ամեն ինչը։ Նկատի ունեմ քաղաքական, հասարակական, հանրային այս կարգի, այս քննարկումները, որոնք որ ոնց որ թե ձեզ անհանգստացնում են։ Ոչ թե անհանգստացնում են, այլ անտեղի այսօր ասեմ մամուլում քննարկումներ ա տրվում, որ իշխանության հիմա ես ուզում եմ ձեզ հարց տամ, Տիրեր ջան։ Ասենք ոնց եք օրինակի համար կարողանում հիմնավորում տալ իմ գործարքների օրինակ կասկածելի ձևակերպման մեջ։ Ինչ կասկածելի հիմքեր եք տենում, ինչի համար է այս հարցը առաջանում իմ մոտ, որովհետև ձեր ձևակերպումներից հետո մարդիկ արդեն որակավորում են տալի, որ իմ գործողություններով ես դառել եմ իշխանությունների սրտի օլիգարխ։ Շատ լավ։ Օրինակ հիմնավորումը ոնց կարող եք ձևակերպել։ Տեսեք, Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցի դեպքում ես ասացի, որ կառավարությունը պետությունը իդեմս պետական գույքի կառավարման կոմիտեի բարբերաբար փոխեց պայմանները գույքի օտարման եւ ավելի ձեռնտու դարձավ դա ձեռք բերելը։ Եվ թե տարաժամկետ վճարման պայմանը, թե գրավ դնելու իրավունքը, կրկնակի գրավ դնելու իրավունքը։ Մենք այս ամեն ինչի համակցությամբ կարծում ենք, որ պետությունը արտոնյալ պայման է ստեղծել։ Դուք կարող եք դա ընդունել կամ չընդունել։ Մենք այս փաստերի համակցությամբ ենք կարծում, որ սա արտոնություն է։ Հիմա ասեմ, ուրեմն արտոնյալ կարգավիճակ այսօրվա դրությամբ ստանալու համար չեմ կարծում էլի, որ կոնկրետ նմանատիպ գործողություններում հնարավոր էր ինչ-որ արտոնյալ կարգավիճակ ունենալ։ Եթե այդ գործողությունները իմը տեղի ունեցել, ու մենք համարում ենք, որ ես արտոնյալ եմ եղել, այդ նույն արտոնությունից կարող օգտվի այսօր, չգիտեմ, 3 միլիոն կամ 4 միլիոն մարդ։ Հիմա նույն գրավ դնելու իրավունքը համարում եք արտոնյալ կարգավիճակ, չէ՞։ Գրավա դնելը այդ վիճակով սկսնակ հյուրանոցում ավելի բարդ process էր, քան այսօր գործող հյուրանոցային համալիրը։ Հիմա եթե պետությունը ինձ արտոնյալ կարգավիճակ է տվել, որ ես գրավ դնեմ, այդ վարկը մարեմ, հիմա ես այդ իրավունքը տալիս եմ բոլորին, թողան գրավ դնեն, վեկալ են այդ հյուրանոցը։ Եթե այն ժամանակ պետությունը դա արտոնյալ է համարել կամ այդ գործարքը եղել է արտոնյալ կարգավիճակում։ Հիմա այդ արտոնությունը ես տալիս եմ բոլոր հետաքրքրվողներին։ Թողան նույն արժեքով ձեռք բերեն այդ ռիսկը, այդ պատասխանատվությունը վերցնեն, այդ հյուրանոցը սպասարկեն։ Շատ լավ, դե դիտում են բազմաթիվ մարդիկ, գուցե նաև գործարարներ, որոնք այդ միջոցներն ունեն։ Իսկ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գործարքը, որը որ տեղի ունեցավ էլի 2022 թվականին, այդ ժամանակ էլ դուք չէիք պատկերացնում, թե ինչ խնդիրների եք հետագայում բախվելու։ Այն իմաստով, որ նախ այս գույքի ծագումը կասկածելի էր, որ եւ պետությունը դատախազությունը ուսումնասիրել էր, պարզել էր, որ դա հնարավոր չէր, որ Հովիկ Աբրահամյանը իր բիզնեսով, աշխատանքով, ամեն ինչով դա չէր կարող օրինական ճանապարհով ձեռք բերել
եւ քրեական վարույթ կար։ Քրեական վարույթի ընթացքում մի քննիչ որոշում է արգելանքը հանել, արգելանքը հանելուց հետո արագ գործարքն է լինում, դուք ձեռք եք բերում ձեր կնոջ անունով այդ առանձնատունը։ Նախ ոնց այստեղ նաեւ մանրամասն դետալներն են հետաքրքիր։ Դուք ոնց իմացաք այդ առանձնատան մասին, դուք ինչ կապ ունեք առանձնատան սեփականատիրոջ հետ, որը որ գրանցված է Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի անունով գրանցված էր։ Դուք ինչ-որ անձնական մտերիմ փոխհարաբերություն ունեք։ Ուսանողական տարիներից է եղել 2004 թվականից մինչև 2008 թվականը նշեցի, որ սովորել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Այդ տարիներում ոչ, նույն կուրսում չէ, նույն ֆակուլտետում ենք սովորել ու ուսանողական ընկերներ ենք եղել։ Այն ժամանակ, երբ որ արդեն ես գործարար ոլորտում տնտեսության մեջ կարողացել էի կոնկրետ քայլեր անել, մեծ կապիտալ գեներացնել, այդ տունը գնելուց առաջ ես մի քանի տասնյակ բնակարաններ եմ ունեցել ու ունեմ Երևանում ու Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Քանի որ մեծ ընտանիք էի արդեն ձևավորվել, ունեի 3 երեխա ու ուզում էի առանձնատուն ձեռք բերել, հետաքրքրվում էի բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի առանձնատուն կարողանայի մեծ ձեռք բերել։ Այդ ժամանակ թե անշարժ գույքի գործակալություններով, թե ընկերության մեջ, թե շրջապատում հետաքրքրվում էինք ով ինչ բնակարաններ ունի։ Նույն մանումենտի հատվածում լիքը տարբեր առաջարկներ կար։ Այդ ընկերական հարաբերությունների մեջ լուրերը տարածվելու ընթացքում արգամից տեղեկացա, որ իրենց բնակարանը վաճառում են ու մի հայաթի մեջ ունեն 2 առանձնատուն։ Իրենք պատրաստ էին 2-ից մեկը վաճառել, որը ես կնախընտրեի։ Ու կոնկրետ հավանություն եմ տվել այն առանձնատանը, որը ձեռք բերելու պահից մինչև այսօր իմ ընտանիքով բնակվում եմ։ Ու վերջերս էլ ունեցել եմ իմ 4-րդ երեխան այդ բնակարանում, արդեն 3-րդ թե 4-րդ տարին է։ Այս գործարքի էությունը, հնչեղությունը ու այս գործարքի առանձնահատկությունը իմ համար պարզ է դառել գործարքից հետո։ Մինչև գործարքը ես չեմ էլ իմացել, ասենք, որ այդտեղ խնդիր կարա լինի, որովհետև ոչ մի խնդրի չենք էլ բախվել գործարքի գնալուց։ Տեսեք, այդ գործարքը անելուց առաջ դուք վստահաբար լուրեր կարդում եք, հետևում եք լրատվամիջոցներին, ոնց որ հիմա դուք չէիք լսում, որ պարբերաբար խոսվում էր այդ առանձնատան, ընդհանրապես այդ թաղամասում կասկածելի գույքերի առկայության մասին։ Այդտեղ միայն Հովիկ Աբրահամյանի առանձնատունը չէր, որ իրավապահների ուշադրության կենտրոնում էր։ Բոլորի հետ կապված, ասենք, ինչ որ ասեկոսներ լսել ենք։ Տիրոջ ջան, բայց եթե կոնկրետ գործողությունների ես հետում ոչ մի խոչընդոտի չես հանդիպում, ասենք, ասեկոսների վրա հիմնվենք, ինչ իմաստ կա դրա մեջ, եթե ինչ որ մեկը ինչ որ լուրեր է տարածում, բայց դու ոչ մի խնդրի չես բախվում։ Թե որ հետո խնդրեմ չունենաք։ Հետո խնդրեմ էլի իրականում, ասենք, այտենց այդ մոտեցումով եթե հետանք ոչ մի գործարք պետքա չանենք։ Եթե կոնկրետ խնդրի չես բախվում, ոնց կարաս, ասենք, հետո քո համար, ասենք, արհեստական խնդիրներ ստեղծես ենթագիտակցության մեջ։ Կոնկրետ գործողությունը այդում ես անշարժ գույք ձեռք բերելու։ Միասնական տեղեկանքով գնում ես նոտարի մոտ, ձեռք ես բերում գույքը, կադաստրում պետական գրանցում է ստանում ու անխոչնդոտ այդում ես։ Խոչնդոտի բախվել ենք այն ժամանակ, երբ որ առաջի վճարումը արել ենք։ Ինչ ա եղել։ Առաջի վճարումը անելուց հետո դատախազությունը ծանոթում արել, որ վճարումը չի թողել վերջացնենք, կնոջս հաշվին սառացրել են գումարը, երբ որ ասել են համաձայնություն կտանք, այդ ժամանակ կփոխանցեք։ Դա տեղի ունեցել 22 թվականին։ Գործարքից հետո։ Օրեր անց, շաբաթ։ Գործարքից դե կոնկրետ չեմ հիշում, երևի, այդտենց շաբաթներ անց։ Այդ ժամանակ օրինակ չասցիք գույքի նախորդ սեփականատիրոջը, բայց ինչի սենց եղավ։ Դե գույքի նախորդ սեփականատիրոջ հետ նմանատիպ նույնաբովանդակ խոսակցության ընթացքում իմ մոտ մեծ տպավորություն ա եղել, որ տվյալ գործարքի հետ կապված իրանք էլ են անակնկալ եկել։ Պետք է ամեն ինչ հարթ լիներ եւ զարմացել, որ խնդիր առաջացավ։ Հիմա դուք փաստացի չեք ընդհանրապես չեք վճարել գույքի համար։ Վճարել ենք, ոնց չենք վճարել։ Այդ առաջին ամբողջական գումարը հիմա հաշվի համարի վրա սառած է։ Ամբողջ գումարը, ու այդ գումարը ասենք կնես չի։ Հիմա տենց հնչեղություն է ստացել, մի մեծ գումար էր իմ համար կամ ես իմ ուղղակի վճարման կարգն էինք դրել տարաժամկետ, որ պետքա ֆինանսական կառույցներից օգտվելով վարկով մյուսով անենք, տարաժամկետ վճարում էինք դրել, որ փուլ ասենք փողը տոկոսով չվեկալեինք, փուլ վճարումով տայինք։ Առաջի փուլը տալու ժամանակ դատախազությունը թույլ չի տվել գործարքը վերջացնել։ Մինչև այսօր չի թողում։ Դե մենք ոնց հարմար է, ասենք, պետությանը այդ ձևով երկու կողմն էլ պատրաստ է գնա գործարքի։ Այսինքն վճարի այդ գումարը գնա պետությանը։ Ոնց հարմար է, ոնց դատախազությունը կորոշի, տենց բոլորիս հարմար է։ Տեսեք,
այդ առանձնատունը հաշվի առնելով իր առանձնահատուկ եւ տեսքը եւ նաեւ իր պատմությունը ձեր համար, չգիտեմ, այլ ուրիշ տուն չկար, որ հենց այդ տունը ուզեցաք ձեռք բերել։ Դիրը ջան, գույքի ձեռքբերման մեջ շուկայական հարաբերություններ է։ Տվյալ բանին, որը որ տենում ես ավելի շահավետ է, ավելի հարմար է, այդում ենք այդ գործարքին։ Հիմա տասնյակ մեծ կապիտալ, երևի ես Ծաղկաձորի այդ գույքը ու այդ մանումենտի առանձնատունը իմ անցած ճանապարհի, իմ ստեղծած ասենք բիզնես կապիտալի մեջ ամենաէժան գույքերն են։ Ու ունես չի, որ առանձնահատկությունը դրա կայանում է նրանում, որ այս հասարակությունը, հանրությունը կենտրոնացել է կոնկրետ այդ երկու գործարքների վրա։ Հիմա դուք այդտեղ հարևանություն եք անում Աբրահամյանը։ Իհարկե։ Արգամն է։ Շատ լավ, այո, պարոն Աբրահամյանն։ Արգամն էլ, պարոն Աբրահամյանն էլ, իմ հարևանությամբ են ապրում։ Ոնց է ձեր շփումը։ Շատ ջերմ։ Նորմալ հարաբերություններ է, ինչ։ Շատ բարի։ Հիմա տեսեք, պարոն Ալբանդյան, այս գույքի ծագումը հաշվի առնելով, հետագայում այդ արգելանքի դնել հանելը, հետագայում վաճառքը, տարաժամկետումը, դրանից հետո քրեական գործ հարուցվեց, թե ինչպես է հնարավոր եղել, որ արգելանքը հանվել է, քննիչը ոնց է այդ որոշումը կայացրել եւ այլն, եւ մինչ օրս այդ քրեական գործը ոչ առաջ է գնում, ոչ իրավապահները, ոչ իշխանությունները դա չեն բացահայտում, եթե այդտեղ հանցավոր բան է տեղի ունեցել, չի բացահայտվում համենայն դեպս, այս ամեն ինչը հավաքվում եւ մեր մոտ կարծիք է ձևավորվում, որ յուրաքանչյուր այդ առանձին ձեր մասով որոշակի ստվերային պայմանավորվածություն եք ունեցել։ Ոչ թե օրինակ դուք ուղիղ իշխանությունների հետ, դուք Արգամ Աբրահամյանի հետ, քննիչը Հովիկ Աբրահամյանի հետ, Արգամ Աբրահամյանի հետ, իշխանությունները քննիչի հետ, այս շղթայում յուրաքանչյուրի գործողությունները առանձին վերցրած կարող են բացատրություններ ունենալ եւ առանձին նաեւ ընկալվել, բայց այս ամեն ինչը երբ որ դնում ենք իրար կողքի, այս գործարքը ամբողջությամբ վերից վար, այսպես ասած, կասկածելի է։ Տիրար ջան, կարծում եմ ձեր անհանգստությունները, մտահոգությունները ու վարկածները ողջամիտ են, բայց ոչ մի զարտուղի ճանապարհով, ոչ մի մութ ճանապարհներով ոչ մի գործարք չի եղել։ Գործարքը եղել է ուղիղ ու այն ինչի որ բախվել ենք, դա եղել է անակնկալ իմ համար ու բոլորիս համար։ Ոչ մի այլ ճանապարհներով չենք գնացել ու ես այն մարդն էլ չեմ, որ ասենք այլ ճանապարհներով այդհայ առանձնատուն ձեռք բերի, որտեղ պետքա ապրեն, մեծանան իմ երեխեքը, իմ ընտանիքը, որտեղ պետքա կրկին երեխա ունենամ։ Ասենք չենք գնա տենց ճանապարհով, որտեղ ասենք պետքա ես իմ ընտանիքը բնակեցնեի։ Ու հաստատ այն ինչ որ կատարվել է, ես իմ ամբողջ գործունեությունը իրականացնում եմ օրենքների շրջանակներում ու չեմ էլ պլանավորում ոչ մի ձևով շրջանցեմ ոչ մի օրենք եւ չեմ էլ պատրաստվում ինչ որ այս ամեն ինչին հասնելուց հետո նոր սկսեմ ինչ որ զարտուղի ճանապարհներով ինչ որ հնարավորություններ կամ կապիտալներ գեներացնեմ ձեռք բերեմ։ Դա ես կոնկրետ հերքում եմ այն բոլոր մոտեցումները, որ այդ գույքերը ձեռք են բերվել իմ կողմից ինչ որ անօրինական ճանապարհներով կամ արտոնյալ կարգավիճակներով։ Նման բան գոյություն չունի։ Եթե որևիցե մեկը ունի հիմնավոր փաստեր, բացի այս բամբասանքները կամ այս ասեկոսները, պատրաստ եմ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր միջավայրում նստել եւ բոլորի հարցերին պատասխանել։ Եթե որևիցե մեկը կարա բացի ասեկոսներից ինչ որ հիմնավոր բաներ ներկայացնի։ Իմ ճանապարհը ընդհանրապես ես իմ գործունեությունը չեմ լուսաբանել ու կոնկրետ գործողություններով եմ ես ապացուցել ու իմ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, հայրենասիրությունը դրսևորել եմ կոնկրետ իմ գործողություններով ու շարունակելու եմ նույն գործողություններով դրսևորել մասնավորապես աշխատատեղերի ստեղծելով, փակված գործարանները վերաբացելով, տասնյակ գործարաններ, հազարավոր աշխատատեղեր են բացել ու շարունակում եմ այդ գործելավոճով առաջնորդվել։ Աչքի չընկնելու հետ կապված կամ մինչև ես իմ մասին ասենք չիմանալով երկու ձև կա էլի այս կյանքում աչքի ընկնելու։ Կամ պետքա լավ բան անես,
ասենք լուսաբանես կամ վատ բան անես, ինչ որ ձևով լուսաբանվի։ Լավ բան անելը օրինակ կոնկրետ լավ բաներ լիքը անում ենք թե ֆիզիկական անձանց նկատմամբ, թե իրավաբանական անձանց նկատմամբ լիքը բարեգործություններ, լիքը միջոցառումներ ենք կազմակերպում, բայց ասենք առավոտից իրիկուն չենք դնում 7 անգամ ցույց տալի կամ լուսաբանում, որովհետև չեմ համարում դա նորմալ բան, դուրս կգա ինչ որ մեկին ինչ որ մի բան անում, երեսով ենք տալի կամ ինչ որ մի բան հետապնդում ենք այդ կոնկրետ լավ բան անելուց կամ վատ բան անելու պարագայում ինչ որ մեկին ճակատից չենք գյուլը շոշի մեջ տղը կամ ճակատից գյուլելու հրահանգ չենք տվել կամ մեկին չենք ունեզրկե կամ մեկին ունեզրկելու հրահանգ չենք տվել դրա համար ինչ որ ձևով մինչև այս հաջողությունների հասնելը աչքի չենք ընկել ու ես շատ համոզված եմ որ եթե ասենք այս երկու գործարքը չանեինք որը որ շատ փոքր գործարքներ է իմ անցած ճանապարհի համար ու իմ ունեցվածքի մեջ դուք էլի իմ գործողություններից տեղյակ չէիք լինելու որովհետև ես իմ տեսակով եմ այտենց մարդ որ վատ բաներ չեմ անում բայց այդ չի էլ նշանակում որ եթե ասենք մեկը մեր անցած ճանապարհի նկատմամբ մեր ունեցվածքի նկատմամբ մեր ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ փորձի իրականացնի վատ բաներ անելու ընդունակ չենք ամեն ինչը ունի իր ճշգրիտ գնահատական ու ճշգրիտ պատասխանները լավ բան անելուց էլ չենք լուսաբանում չենք պարզաբանում ու ոնց որ այս ամեն ինչը առիթ է տալի որ սա ընդարձակվեն ու սկսեն ավելնորդություններ իրանց թույլ տալ գիտեք ստեղ ինչն է խնդիրը այս ամեն ինչի մեջ մենք sense հասարակական ընկալման խնդիր ունենք այն ինչ տարածում ենք մարդիկ դրա վրա են հիմնվում ու եթե չես պատասխանում սկսում են արդեն ընդարձակվել ոչ թե ես կոնկրետ իմ Նարեկ Նալբանդյանի անձի նկատմամբ այս վերաբերմունքի վերաբերյալ եմ ասում այլ տեսակի գործարար տեսակի մենք ինչ ունենք կոնկրետ ասենք այստեղ ոտնահարում կասկածի տակ դնում մեր սերունդի մեջ այսօր օրինակելի կերպարների խնդիր կա։ Մենք օրինակ ինչ ենք անում, չէ՞։ Թեկուզ մեր սերունդը, որ տեսել ենք, սովորել ենք, ձևավորվել ենք, ինչ որ մարդկանցից օրինակ ենք, չէ՞, վերցրել։ Ու փորձել ենք հաջողակ կերպարներ ընտրել ու հետաքրքրվել, թե ով ինչ ճանապարհ անցե, ով ինչ միջոցով ինչ հաջողություններ արձանագրել, փորձել ենք նմանվել, փորձել ենք լավ կերպարներին, հաջողակ կերպարներին նմանվել։ Ձեր համար ով է եղել այդ կերպարը։ Ես իրականում ճիշտն ասած լիքը կերպարներ տեսել եմ, որ հաջողություններ են ունեցել, բայց կոնկրետ գնացել եմ իրանց գործողությունները գնահատելու հետևից, թե ինչի համար ինչ են արել։ Բայց լիքը հանրության մեջ այսօր զանգված կա կոնկրետ իմ հարազատները, իմ քրոջ երեխեքը, իմ ընկերների երեխեքը, ասենք, որ իմ գործողություններով ես հենց հիմա հենց եմ անում, որ ավելի շատ մարդիկ հասկանան, որ կարաս ինչ-որ պաշտոնի կամ պաշտոնատար անձանց կամ ինչ-որ մարդկանց հետ փող կապակցված չլինելով ունենաս լուրջ հաջողություններ։ Ու դրա միակ հասնելու գրավականը նպատակիդ առաջ չհանձնվելն է։ Հիմա էլ եմ ես հայտարարում մեր հասարակությանը, մեր նպատակ ունեցող երիտասարդներին, բոլորին, որ այս կյանքում հաջողության հասնելու համար պետքա չմտածես ու չհանձնվես, որ եթե իշխանության, պաշտոնի ու նմանատիպ հաստիկների հետ ուղիղ կամ անուղղակի փող կապակցված չես, ուրեմն հաջողության հասնելու շանսեր չունես։ Իմ ամբողջ ճանապարհը, իմ ամբողջ ուղին անցել է ու այս հաջողությունները արձանագրվել է միայն այն փաստով, որ ես իմ նպատակների առաջ չեմ հանձնվում։ Ու մինչև վերջ պատրաստ եմ գնալ դեպի իմ նպատակները։ Թեման դուք բացեցիք, տեսեք, ամեն օր երևի լավ շաբաթը մի քանի անգամ ձեր մասին հրապարակումներ լինում են։ Վերջերս էլ վարչապետի կինն էր անդրադարձել նաև իրեն ուղղվող մեղադրանքներին, ասելով որ առնչություն չունի այդ 8 սուպեր, ավելի ճիշտ առնչություն չունի 8 սուպերմարկետների հետ։ Հիմա այս խոսակցությունները չեն դադարում եւ այս խոսակցությունները ինչ որ միտեղից ծագել են։ Ձեր համար հասկանալի է։ Ծիծաղելու եմ վերաբերվում այդ ամեն ինչին իրականում։ Ես Աննա Հակոբյանին ճանաչում եմ որպես մեր Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին։ Ու բացի դրանից ոչ անձնական, ոչ գործնական, ոչ մի տեսակի կապ ոչ Աննա Հակոբյանի,
ոչ վարչապետի հետ երբևիցե չեմ ունեցել ու չունեմ։ Ու երբևիցե բացի նրանից, որ մամուլով եմ տեսել իրեն, վարչապետի տիկնոջը, երբեք անձնական առնչություն չեմ ունեցել ոչ մի հարցի շուրջ։ Այդ թվում նաև ընտանիքի մյուս անդամները։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպել եմ 2 անգամ։ Առաջինը եղել է այն ժամանակ, երբ որ տարածաշրջանում բացել եմ ամենախոշոր գործարանը համակցված կերերի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի ինստիտուտը հարգելով հրավիրել եմ բացման արարողությանը։ Երկրորդ անգամ եղել է Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի բացման արարողությունը։ Բացի դրանից երբևիցե ոչ մի առնչություն եւ կապ չեմ ունեցել։ Ու այս ամեն ինչը երևի ձևավորվել է ու տարածվել է այն ուղիղ պատճառով, որ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ ինչ որ այս խոսակցություններին չեմ արձագանքել։ Ու անլուրջ եմ վերաբերվել։ Նաև առնչություն չեք ունեցել ԿՊԱ-ական падգամավորների հետ։ ԿՊԱ-ական падգամավորներից մինչև ԿՊԱ-ական падգամավոր դառնալը որոշ մարդկանց հետ հարաբերություն են ունեցել ուսանողական տարիներից, մյուսից նույն ձևի հարաբերությունները պաշտպանվել մինչև այնպիսի հարաբերություններ, ոնց որ մինչև ԿՊԱ-ական падգամավոր դառնալը։ Առանձնահատուկ ոչ մի ասենք հարաբերությունների մեջ, քաղաքական թեմաների մեջ ոչ մի կապ չենք ունեցել, ոչ էլ իմ հարցերի մեջ ես իրանց հետ որևիցե առնչություն եմ ունեցել ու ունեմ։ Հիմա տեսեք, այս խոսույթը կա, դա ձեզ օգնում է թե վնասում է։ Ես ճիշտ ասած Տիրար ջան, ուշադրությունը չեմ դարձնում։ Ուղղակի ինչի համար հասունացավ, որ հերթական անգամ ասենք դուք իմ գործարքը վերջին գործարքները էլի լուսաբանեցիք որպես կասկածելի։ Որակավորումները այդում էս ամեն ինչի մեջ ես կոնկրետ ուղիղ տնտեսության հետ մտել եմ կյանքի գիշեր ցերեկ օրդիբուն աշխատում ենք, որ նոր արժեքներ ենք ստեղծում։ Օրինակ Շիրակի մարզում հիմա որակավորում եմ, որ հեղափոխությունից հետո Շիրակ թռչնաֆաբրիկայի տնօրինումը անցավ Նարեկ Նալբանդյանին։ Շիրակ թռչնաֆաբրիկա անունը ես եմ դրել որպես այդպեսին։ Այդ գույքը ձեռք եմ բերել Ամերիա բանկից։ Տասնյակ տարիներ չգործող ավերակ երազգավորս համայնքի կոլխոզն է եղել ինքը։ Մեծ ներդրումներով, մեծ ջանքերով այսօր վերագործարկել եմ այդ տնտեսությունը ու 300-ից ավել տվյալ համայնքից մարդիկ են աշխատում։ Ու նմանատիպ ձեր նշած այդ գույքերը, գործարանները, ամբողջը ինչը որ արել եմ ձեռք եմ բերել որպես ավերակներ, ներդրումներ եմ արել ու այսօր ամեն մեկը իր ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում ու հազարավոր աշխատատեղեր է։ Հիմա ավելի շատ իմ մոտ է հարց առաջանում։ Եթե օրինակ տվյալ պարագայում այդ Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը կամ Մանումենտի առանձնատունը, այտենց կոնկրետ որակավորումներ ենք տալի, որ ոչ մի առնչություն չունի այդ որակավորումների հետ։ Ոնց եք հիմնավորում, ինչի չեք ուսումնասիրում, թե ես կոնկրետ ինչ ճանապարհով, ինչեր եմ արել, ինչ արժեքներ եմ ստեղծել ու այդ ինչի համար չեք լուսաբանում ու այդտեղ ինչի համար ասենք այդտեղ կասկածելի բաներ ման չեք գալի։ Դե դուք օրինակ որ գործարքը հարցնում ենք, ասում եք վարկային միջոցներով, Մենք գիտենք, որ Հայաստանում այդպես խոշոր վարկերը, ընդհանրապես բանկերը այդպես խոշոր վարկերը տալիս են, այդ որոշումը կայացնում են կամ իրենց կոմիտեներում կամ վարչություններում, որին էլ նախորդում է ուսումնասիրել եւ այս գործարարին, եւ իր բիզնեսը, եւ իր կապերը, ամեն ինչը ուսումնասիրում նոր գումար են տալիս։ Հիմա բանկերը ոնց որ առատաձեռն են, ձեր բիզնեսները մեզ մոտ թվում է, որ շատ հեշտ ֆինանսավորում են։ Ինչ շրջանառություն եք դուք ունեցել եւ ինչ կապիտալ եք ունեցել, որ ձեզ բանկերը կամ այդ ինչ բիզնես պլաններ եք կազմել ներկայացել, որ բանկերը sense շատ հանգիստ ձեզ ձեռք են մեկնել։ Բանկային համակարգը հոնդեպ, ասենք բանկերում փողը դրած չի, ով երբ ուզում այդում վեկալում է, միանշանակ։ Պետք է անցած ճանապարհ ունենաս։ Պետք է այդ անձնական ինվեստիցիա անելու կապիտալը դու ինքդ քո համար ստեղծես քո անցած ճանապարհով։ Ես դրա համար նշում եմ, հիմա էդ էլ այն ապացույցներից մեկն է, կոնկրետ իմ այսօրվա բանկերի կողմից ստացվող վերաբերմունքը, որ ես 13-14 տարվա անցած ճանապարհ ունեմ, նույն բանկային համակարգում։
որ նշում եմ 2013 թվականից այս գործարանն եմ առել, այն գործարանն եմ առել, այս եմ առել, հիմա մարդկանց մոտ հարց կառաջանա, կասի, ուրեմն այն իշխանության հետ էլ իր կապված։ Բայց այն ժամանակվանից առաջի գործարանը, որ ձեռք են բերել $500,000 վարկը, ասենք ձեռք բերելուց տվյալ գույքը, ձեռք բերվող գույքը ու իմ բիզնես կառուցվածքը եղել է այդ գործարքի երաշխիքը, որ առաջի անգամ վարկավորվել եմ։ Ու ռիսկային գործարքների գնալով, կապիտալներ ձեռք բերելով 2018 թվականից հետո կապիտալի բոլորիս համար հայտնի է, գնաճ եղավ մեր Հայաստանի Հանրապետությունում։ Փողի արժեքազրկում ու կապիտալի գնաճ։ Ուստի դուրս եկավ, որ իմ գրավի բազան մեծացավ։ Ու քանի որ բիզնեսը ես ճիշտ էի կառավարում, ճիշտ էի գեներացնում ֆինանսական միջոցները, դա բանկի կողմից, բանկի վարչությունների կողմից, բոլոր բանկային համակարգի կողմից եղավ ընկալելի ու հասկանալի ու ռիսկերը նվազեցին ինձ ֆինանսավորելու համար։ Ու այսօրվա դրությամբ լիքը դեռևս պլաններ ունենք նույն ճանապարհով զարգացնելու, զարգանալու ու տնտեսությունը ուժեղացնելու համար։ Որովհետև ես կրկնվում եմ իմ հայրենասիրության, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտականության դրսևորումները ես ցուցաբերում եմ այդ ճանապարհով։ Դուք հիմա ձեր բոլոր վարկերը սպասարկում եք։ Միանշանակ։ Ձեր վարկային այդ պորտֆելը ինչքան է։ Այս բանին չեմ կարող այտենց կոնկրետ չեմ ուզում սխալվեմ, բայց սա հրապարակային է։ Շատ լավ, պարոն Ալբանյան, դուք օրինակ մտավախություն չունեք, որ եթե օրինակ Հայաստանի իշխանություն փոխվի, ձեր բիզնես այս վերելքը որևէ կերպ կկանգնի ընթացքը եւ գուցե ավելին սկսի անկում գրանցել։ Տենց անհանգստություն ձեր մտքով։ Ես Տիրար ջան ասեմ, իմ բիզնես կառուցվածքը քաղաքական հաշվարկների վրա հիմնված չի։ Իմ բիզնես կառուցվածքը ու ներդրումային ծրագրերը հիմնված է ճիշտ տնտեսական վերլուծությունների վրա։ Ու իմ բիզնես աճը արդեն իշխանափոխություն տեսել է ու ցնցում չի ունեցել։ Հիմա եթե նորից մի հատ էլ իշխանափոխություն տենա ու լինի միայն օրինականություն, նորից բիզնես վերելք կունենամ։ Ու գիտեք ոնց միշտ օրինականության հիմքի վրա կառուցված բիզնեսը չի կարա ռիսկեր պարունակի։ Ռիսկեր կարա պարունակի այն ժամանակ, երբ որ լինի անօրինականություններ։ Իսկ անօրինականություններն էլ մեր ունեցածը, ասենք, պահելու համար կհասկանանք, կշարունակենք այս երկրում մեր բիզնեսը շարունակել, թե տեղափոխել ստեղից կամ ավելի մեծ ներդրումներ անել այն երկրներում, որտեղ որ կպահպանվի օրինականությունը։ Իսկ այն մարդկանց մոտ է իրանց բիզնեսները ռիսկի տակ լինում կամ պրոբլեմների առաջ կայանում իշխանափոխությունների ժամանակ, երբ որ իրանց բիզնեսները փոխկապակցված է լինում իշխանությունների հետ կամ իշխանական պայմանավորվածությունների հետ կամ այսպես ասած այդ օլիգարխ համակարգի հետ։ Երևի այսօր շատ մարդիկ ինձ փորձում են մեղադրել հիմնականում այն պատճառով, որովհետև իրենց կամ իրենց հովանավորները կոնկրետ այդ ճանապարհով են հարստացել ու շարունակում հարստանալ։ Այդ մոդելն է իրանց հայտնի։ Իսկ օրինականության հիմքի վրա դրված տնտեսությունը ոչ մի ձևով չի կարա ռիսկ պարունակի։ Ես եթե մարդիկ կան, որ ասում են, չգիտեմ, այս 10 միլիոնից հետո կամ 1 միլիոնից հետո պատրաստ եմ ամեն ինչը պարզ ներկայացնել, ես 1000 դրամից պատրաստ եմ ամեն ինչը թափանցիկ լուսաբանել, թե այս ամեն ինչը ոնց է ձևավորվել։ Ոչ մի թաքցնելու դրվագ չկա իմ ապրած կյանքում։ Գուցե մի օր կգա այդ ժամանակը։ Տա Աստված։ Այդ ժամանակը նես չի, որ հիմա չկա կամ չի եղել։ Միշտ process-ների մեջ ենք, մի ստուգումների մեջ ենք, այտենց իրավիճակ իմ մոտ չկա էլ որ համենայն դեպս ձեր հրապարակումներից անմիջապես հետո մի շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում միշտ քրեական գործեր է հարուցվում իմ վրա ու այդ քրեական գործերով անցնում եմ։ Դուք համենայն դեպս ձեր խմբագրությունը հաստատ չի կարա էլի այնպես վերաբերվի, որ այդ ուսումնասիրությունները մեր մոտ չլինի։ Ամեն ձեր հրապարակումը ուղիղ հաղորդում է հանցագործության մասին ու փառք Աստծո մեր օրինապահ մարմինները ամեն ձեր հրապարակումից հետո օրինական ընթացքը ապահովում են։ Ու ասենք այնպես չի որ գալու է մի հատ ժամանակ, որ մենք ստուգվելու ենք անպայման։ Մենք հիմա ամեն օր ստուգվում ենք։ Բայց դե մեր հիմա այսօրվա խոսալուց հետո էլ վստահ եմ ինչ որ մի հատ process էլ էդ սկսվի, էդ էլ կանցնի, որովհետև մենք ոչ մի անհանգստություն չունենք, ոչ մի մտավախություն չունենք։ Դե մենք գրում ենք հարուցվում է, հետո կարճվում է։ 8 սուպերմարկետները բացել ենք, դեռ 1 տարի չկա, որ այդ սուպերմարկետները բացվել է, 4 անգամ ստուգվել է արդեն։ Բան չեն գտել։ Ասենք ինչ պետք է անենք, որ գտնեն։
Հենա ուսումնասիրում են, եթե բան կա, թող շահագրգիռ բոլոր կողմերը, այսպես ասած, իշխանությունների սրտի օլիգարխ դիտարկող բոլոր խմբագրությունները կամ հասարակությունը կամ բոլորը թող հարցումներ անեն, պատասխանները ստանան։ Ինչ խախտումներ են կունեցել, ինչ են կարել, ուղղակի ծիծաղելու է դա։ Հիմա օրինակ այս օրերին չէ, վերջին։ Ես կներես Տիրոջ ջան, մի հատ բան ավելացնեմ, մեր հանրությանը, մեր երիտասարդ սերնդին պետք չի հիասթափեցնել այս մոտեցումներով։ Մենք օրինակ կարող է մի հատ կարծրատիպ ստեղծենք, որ եթե իրականում դու փոխկապակցվածություն չունես ինչ որ պաշտոնատար անձի հետ, կամ եթե ինչ որ իշխանության հետ կապ չունես, ուրեմն հույս չունենաս, որ հաջողություն կունենաս։ Ես հիմա պնդում եմ, ասում եմ, որ հնարավոր է, եթե գրագետ ճիշտ տնտեսական վերլուծությունների հիման վրա ես կառուցում քո նպատակները, քո գործունեությունը, ուրեմն կարաս ոչ իշխանության հետ կապ ունենաս, ոչ կոնկրետ պաշտոնի հետ կապ ունենաս ու հաջողություններ արձանագրես։ Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները, մեր սերնդակիցները իրենց նպատակները դնեն ու չհանձնվեն դեպի իրենց նպատակները գնալուց։ Ու ամեն ինչ շատ լավ կստացվի։ Մենք պետքա կարողանանք այդ ուժեղ հասարակությունը ստեղծենք, նպատակասլաց հասարակությունը ստեղծենք, որ կարողանանք ուժեղ պետություն ունենանք։ Իսկ եթե մենք ամեն մեկս մեր հնարավոր ու անհնար ճանապարհով փորձում ենք անձնական շահերից ելնելով, անձնական դիրքորոշումներից ելնելով հիասթափեցնենք մեր սերնդակիցներին, մեր հայրենակիցներին, որ եթե սենց է, ուրեմն մի արեք, մենակ ստեղ օլիգարխները պետք է աշխատեն։ Մարդիկ կարող է ուզում են էլի ասենք այդպես իշխանություն ունենան, որ այդ համակարգով հաջողություններ ունենան։ Ասենք ես պնդում եմ, որ առանց իշխանության հետ փոխկապակցված լինելու հստակ կարաս հաջողություններ արձանագրես, ոնց որ ես։ Եվ քանի նման գործարար կա Հայաստանում։ Իմ շրջապատում նմանատիպ գործարաններ կան, որ էլի աչքի չընկնող են համարվում, որովհետև կրկնվում եմ, իրենց ցուցումով կամ իրենց կողմից ոչ մեկ չեն սպանվել, ոչ մեկ չեն ունեզրկվել ու իրենց արած բարեգործությունները ոչ միտեղ չեն լուսաբանվել։ Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ նմանատիպ գործարարներ շատ կան ու իմ շրջապատում էլ կան, որոնց նպատակը կոնկրետ արժեք ստեղծելն է։ Այլ ոչ թե ինչ-որ մի բան անել, ասենք եթե ինչ-որ ցույց ես տալի ինչ-որ մի բան, նշանակում է հետապնդում ես դրանից ինչ-որ բան։ Բայց մենք անում ենք պատասխանատվություն ենք կրում մեր խղճի առաջ, մեր տեսակի առաջ։ Մեր տեսակով հայրենասեր աստվածավախ մարդիկ ենք։ Սրանք էին իմ հարցերը, պարոն Նալբանդյան, եթե որևէ բան ունեք ասելու, որ ես չհարցրեցի, խնդրեմ։ Այս բանը չեմ վերհիշում, բայց այս մոտեցումը ոնց որ ժամանակի ընթացքում Տիրոջ ջան ավելի երևի սովորություն կսարքենք, երբ որ դուք իմ գործողությունների մեջ կտենաք ինչ-որ կասկածելի արարքներ կամ ես կունենամ ինչ-որ ասելիքներ, երևի այդքան ժամանակ չունեմ ճիշտն ասած միշտ այս ամեն ինչին անդրադառնալու, բայց պատրաստ եմ իմ արարքները կասկածելի չորակելու համար կամ հետին բաներ կամ ինչ-որ արտոնյալ վիճակներ կամ կարգավիճակներ չտենալու համար կամ այդ կասկածները փարատելու համար գամ ու ուղիղ ձեր հարցերին պատասխանեմ։ Ես ընտրեցի ձեր խմբագրության հետ հարցազրույց տալը այն պատճառով, որովհետև երևի ավելի շատ դուք եք իմ գործարքների մեջ կասկածելի շատ բաներ տենում ու ոնց որ ձեր հրապարակումների արդյունքում էր տարբեր տեղեր որակավորվում իմ գործարքները ու իմ գործողությունները ու ես գնահատում եմ ձեր խմբագրության օբյեկտիվությունը ու պատրաստ եմ ձեր ունեցած բոլոր կասկածներին, բոլոր հարցերին անձամբ գալ ու պատասխանել։ Շնորհակալություն պարոն Նալբանդյան։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որի գործունեության մասին հետքում բազմաթիվ հրապարակումներ կան։ Լավ եղեք։